շնորհակալ ենք, որ եկաք տաղավարես եթերին, մինչև ձեր թեմաներին անդրադառնալը, կարծում եմ դեմ չեք լինի այս 4 րոպե տեսանյութը ցույց տալ, թե բռնազավթված Արցախից մեր հայոց սրբավայրերը ինչպես են հանձնել այս իշխանությունը, այն պարագայում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ամենակեղտոտ արշավը իրականացնել հայ առաքելական եկեղեցու և սպասավորների և հայ ժողովրդի դեմ, և սրա զուգահեռ ասում է, այս են վերադարձում ժողովրդին են վերադարձում, հիմա թող տեսնեն ինչ են հանձնել 365 եկեղեցի և մնացած մանրամասները ցույց կտա։
վերադարձնելուց է խոսում։ Եկեղեցի վերադարձնել եմ ժողովրդին 365 եկեղեցին անձնած։ Խնդրեմ, եւ իր արշավը այլանդակ։ Հանեցի։ Նախ մինչև մտնելը իրավական բարոյական կրոնափիլիսոփայական հարցերի մեջ ամենաեական հարցը, որը չի հնչում այս օրերին, ինչու Փաշինյանը չի պատասխանում Փաշազադեին, չէ՞ որ ինքը իրեն համարում է հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Դա պետք է դառնա օրակարգ, որովհետև Փաշազադեն հայ առաքելական եկեղեցու հետևորդներին Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպության մասին արել է ֆաշիստական հայտարարություններ, ոչնչացնելու հայտարարություններ է արել։ Այս իմաստով Հայաստանի գործադիր մարմնի ղեկավարը նախ իրավական մասով պետք է պատասխաներ, որ ընկեր Փաշազադե, դու ով ես, որ քո քիթը խոթես Հայաստանի ներքին օրենսդրության մեջ եւ ասես թե ինչը ոնց է այդ կրոնական կազմակերպությանը վիրավորես, որը նաև ոչ միայն սովորական կրոնական կազմակերպություն է, այլև սահմանադրությամբ է վերապահված նրան պատիվ։ Մյուս կողմից, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, դու պետք է ողջ հայ առաքելական եկեղեցու հետևորդներին համախմբես, մոբիլիզացնես ադրբեջանական այդ գրոհի դեմ։ Ինչ է նշանակում նա ասի, որ Էջմիածինը իրենց է պատկանում, իսկ այս վարչապետ կոչեցյալը, որը հանձնել էր այս բոլոր այս մի մասն է, հա, 385 եկեղեցի է հանձնել, 60 վանական համալիր, 2000-ից ավելի խաչքար է հանձնել։ Հուշարձանները, հələ այնտեղ դպրոցները, մի խոսքով մենք մենակ այդ բանը եկեղեցական արժեքներ ներկայացնողներն ենք, բայց այնտեղ անթիվ անհամար է, թե ինչեր է, բայց նյութական կորուստներն էլ պետք է հաշվել, հա, թե ինչ վնաս է պատճառել նյութական նկատի ունեմ դրամական Նիկոլ Փաշինյանը։ Այս իմաստով հայ առաքելական եկեղեցու հետևորդները պետք է համախմբվեն կաթողիկոսի շուրջ, падգամավորների շուրջ, ինչու ոչ, ու հրահրեն Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա կատարի իր պարտականությունները եւ մեզ անպատիվ չթողնի ինչ որ Փաշազադեների, ինչ որ ֆաշիստների դիմաց։ Մենք գիտենք, որ Փաշինյանը դա չի անելու, նա չի պաշտպանելու մեզ, հա, նա այսօր պաշտպանում է Ադրբեջանի շահերը, որպեսզի փրկի իր կաշին։ Չնայած շատերը ասում են, որպեսզի փրկի իր կաշին, բայց իմ ենթադրությունը շատ ավելի հեռուն է տանում, քան կաշին փրկել, այլ զուտ օպերացիա կատարելու իմաստով էլ ինքը այստեղ օպերացիա կատարելու համար է։ Հիմա երբ որ Փաշազադեն այդպիսի արտահայտություններ է անում եւ դրանից հետո անմիջապես սա Հայաստանի սահմանադրությունը, ներքին օրենսդրությունը միջազգային իրավունքը խախտելով իր Արցախը հանձնած քիթը խոթում է եկեղեցու ներքին կյանքի մեջ, որի իրավունքը չունի, այդտեղ պետք է բոլորս հարցնենք, ընկեր ջան, քո կռիվը այնտեղ է, այստեղ չի։ Այն մի ուրիշ պետությունից ինչ որ մեկը եկել է քո քաղաքացիների շահերը ոտնահարում է, ասում է ձեր եկեղեցին էս չի այնա եւ այլն, բանման, քո կռիվը այնտեղ պիտի լինի։ Ուր ես եկել այդ կրոնական կազմակերպության առաջնորդի հետ կռիվ անում։ Պարզա, չէ, սա պետք է դառնա հիմնական համախմբվելու օրակարգը, որ Փաշազադեն եւ Ալիևն են խնդրեմը եւ այդ խնդրեմը ունի նաեւ ենթապրոբլեմ, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն։ Հիմա իրավական մասով կրկին ու կրկին նախ սահմանադրական սկզբունքը եկեղեցու պետության տարանջատումը խախտել է Նիկոլ Փաշինյանը, հա, այսինքն սահմանադրական կարգն է խախտում, որովհետեւ եթե պետությունն ու եկեղեցին իրարից տարանջատված են, դու պետության ներկայացուցիչ իրավունք չունես քո քիթը խոթես եկեղեցու ներքին կյանքին։ Սա դեռ սահմանադրական սկզբունք է, բայց նաև կա խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների օրենքը, որով եւս հստակ գրված է, որ պետությունը իրավունք չունի խառնվելու կրոնական կազմակերպությունների եւ եկեղեցու ներքին կյանքին։ Սա էլ է խախտում։ Մյուսը դա արդեն ընտանեկան կյանքի իրավունքի խախտումն է։ Դու ով ես, որ եկել ես ասում ես ինքը աղջիկ ունի, թե չունի, քո ինչ գործն է։ Հիմա ենթադրենք, ասենք
Եհովայի վկաների մոտ, ասենք, ընդունված չի արյան փոխպատվաստումը եւ ենթադրենք իրենց մոտ իրենց առաջնորդը արյան փոխպատվաստում է։ Դու ով ես որ մտնես այդ կրոնական կազմակերպության մեջ, ասես այս սենց մի արեք, նենց արեք։ Բոլոր իմաստներով եւ այսօր էլ ընդ որում կա նաեւ այդ կրոնափիլիսոփայական կողմը, որ եկեղեցին ոչ թե ժողովրդին է պատկանում, ոչ թե ինչ որ կազմակերպությանն է պատկանում, այլ եկեղեցին ինքը Աստծո ստեղծած կառույցն է։ Եվ դու քեզ ինքդ համարելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ, եկել ես ինչեր ես էշեշ դուրս տալիս։ Դրան գումարած, որ հենց այս եթերում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, շարադրեց, որ չի կարող լինել հայ առաքելական եկեղեցու հետևորդ, քանի որ եկեղեցով եւ քաղաքացիական ամուսնությամբ ամուսնացած չի եւ ապրում է փաստորեն արտաամուսնական կապերով, որը եկեղեցու համար ընդունել չի։ Այսինքն դու ես կարող եմ ասենք, եթե ես եկեղեցու հետևորդ չեմ, ես այդպես կարող եմ ապրել, մեր բոլոր քաղաքացիները կարող են այդպես ապրել, որոնք այդ դոգմաներին չեն հետևում, բայց դու ով ես, որ ասում ես, որ դու հետևորդն ես եւ մյուս կողմից էլ արտաամուսնական կապերով 4 երեխա ես ունեցել։ Ուրեմն բոլորիս պահանջը պետք է լինի, որպեսզի Հայաստանի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները եւ գործադիր մարմնի ներկայացուցիչները իրենց հարցակումները ուղղեն Փաշազադեի վրա։ Դա սովորական հարցակում չի եղել, դա նույնիսկ բան չի, կուսակրոն քահանայի երեխա ունենալու հանգամանք չի, դա չի սպառնում իմ եւ ձեր անվտանգությունը, ընդ որում ֆիզիկական եւ հոգեվոր անվտանգությունը։ Դա այն ինչ որ ասել է Փաշազադեն, այ դա սպառնում է, այ դա շատ ավելի մեծ հանցանք է, քան հոգևորականների ներքին կյանքը, որը կանոնակարգվում է կրոնական կազմակերպության կանոններով, ոչ թե պետական օրենսգրքերով եւ սահմանադրությամբ կամ հռչակագրով։ Այնպես որ Փաշազադեի արածը ինքը ցեղասպանական էլեմենտ է պարունակում, քանի որ կոնկրետ կրոնական կազմակերպությանը ոչնչացնելու արարք է եւ այս կրոնական կազմակերպությունը ոչնչացնելու արարքը պետք է դատապարտվեր Հայաստանի առաջին հերթին Հայաստանի իշխանությունների կողմից, մանավանդ նրանց, ովքեր իրենց համարում են հայ առաքելական եկեղեցու հետևորդներ։ Հետևաբար հայ առաքելական եկեղեցու բոլոր հետևորդները պետք է համախմբվեն եւ Փաշինյանից պահանջեն օր ու գիշեր, այսպես որ Սաղմոսներ ա գրում, ամեն օր որ Գարեգին Բեի անունն ա գրում, օր ու գիշեր գրի Փաշազադեի մասին։ Ամեն օր գնա այդ իրավապահ իր համակարգին, ԱԱԾ-նա, քննչական կոմիտեն, մարդու իրավունքների պաշտպանն է, բոլորին ֆաստա Փաշազադեի վրա, ոչ թե հայ առաքելական եկեղեցու, որը հիմա հարվածների տակ է Փաշազադեի կողմից։ Եվ այն ինչ որ անում են բանում, այն ինչ որ անում է Ադրբեջանը մեր հողերում, ժամանակավոր օկուպացված Արցախում։ Ղազանչեցոց եկեղեցին պղծել է, բոլորս տեսնում ենք, մզկիթ են սարքում, թուրքերի պես Սուրբ Սոֆիա տաճարը վերցնում են, իրենց համար մզկիթ են սարքում։ Սուրբ Համբարձման եկեղեցին ստեղ տեսանք, այդ Բերձորի այդ եկեղեցին է, ավերել են, սենց հողին են հավասարեցրել։ Տանձաթափի եկեղեցին հողին են հավասարեցրել, կանաչ ժամը Շուշիի հողին են հավասարեցրել։ Ծիծեռնակավանքը, Դադիվանքը, Գանձասարը, մնացած Ամարասը, բոլորը ներկայացնում են որպես նենգափոխում են ու ներկայացնում են որպես ոչ հայ առաքելական եկեղեցուն պատկանող։ Ինչով է զբաղված այս մարդը։ Քո հայ առաքելական եկեղեցու հետևորդ չես, գնա բան արա, Փաշազադեին պատասխանի։ Քո եկեղեցիները հողին է հավասարեցրել։ Այսինքն քո եկեղեցիները հողին հավասարեցնելը բանը դարերի եկեղեցիները հողին հավասարեցնելը նույն բանն է ինչ որ հոգևոր առաջնորդները երեխա ունենան, սա նույն կռիշիրը ունի, դուք օպուս չեք։ Սա երբ որ հոգևոր առաջնորդը օրինակ երեխա է ունենում, օրինակ կան քաղաքացիներ, որոնք հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեն։ Եվ այո, նրանց առանձնապես չի հետաքրքրում այդ եկեղեցում ինչ է կատարվում։ Բայց այն, որ Հայաստանի կրոնական կազմակերպությունների սեփականությունը հողին է հավասարեցվում, այսօր արդեն Հայաստանի քաղաքացիների անվտանգության հարց է, որովհետև այդ եկեղեցիները նաև այդ իմաստով որպես մշակութային ժառանգություն պատկանում են նաև մյուս քաղաքացիներին։ Սա մշակութային ժառանգության հարց է, պետությունը ունի
պարտավորություն երաշխավորելու մշակութային արժեքների պահպանումը, եւ այդ մշակութային արժեքները հիմա ավերում է Ադրբեջանը։ Հետևաբար հայ առաքելական եկեղեցու եւ ԿՊ-ի օրթոդոքսներին կոչ եմ անում իրենց վեկտորը ուղղել Փաշազադեի դիմաց։ Դուխ ունեք, տենց դուխով տղա եք, դե ձեր վեկտորը ուղղեք Փաշազադեի դեմ։ Հենց հիմա այս երբ որ այս հիստերիան բարձրացրել եք Շինծու Գարեգին բեի երեխա ունենալու հետ կապված, Բաքվի զնդանում գտնվող մարդկանց երեխաներն են տառապում։ Ռուբեն Վարդանյանի երեխան է տառապում, Դավիթ Իշխանյանի երեխաներն են իրենց նեղված գում, որովհետև իրենց հայրը ապօրինի գտնվում է բանտում։ Հենց այսօր նիստերն է ընթանում։ Շինծու նիստեր Դավիթ Իշխանյանը լուր եղավ, պահանջել է իր ցուցմունքների արձանագրությունը, դատավորը հրաժարվել է տա։ Շինծու գործերը ձեր հայ առաքելական եկեղեցու հետևորդների դեմ Ադրբեջանի Հանրապետությունը շինծու գործեր է իրականացնում։ Ձեր հետևորդներն են, չէ՞ կոչ է սարել, որ համախմբվեն այդ հետևորդները կաթողիկոսի դեմ, բայց այդ հետևորդները հիմա Ադրբեջանի բանտում նստած են։ Այդ հետևորդներին ո՞նց ես կոչ անում, երբ դու իրանց իրավունքների հարցով չես զբաղվում։ Դավիթ Իշխանյանը հայ առաքելական եկեղեցու հետևորդ չի։ Ռուբեն Վարդանյանը Արցախում հակոպավանքներ վերանորոգում հայ առաքելական եկեղեցու հետևորդ չի։ Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Բաբայան Դավիթը, բոլորը հայ առաքելական եկեղեցու հետևորդներ չեն, բա ուր ես թողել իրանց զնդանում։ Բոլորիդ է վերաբերում, Ռուբեն Ռուբինյան, Հայկ Կոնջորյան, այն Սարգիս Խանդանյան, Ալեն Սիմոնյան, որ հետաքրքրվում է թե որտեղ է եղել հոգևորականի ձեռքը արժի համբուրել թե չէ։ Այնտեղ է եղել, որտեղ ուզում ես, կարող ես հանգիստ համբուրել։ Քո ուզած տեղում է եղել եւ կարող ես վերցնել համբուրել, հետո գնալ ԿՊԱ-ականներին նույն շուրթերով համբուրել։ Բոլորիդ է վերաբերում, հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք, գնացեք հոտի անդամները առաքելական եկեղեցու Բաքվի զնդանում ապօրինի դատապարտվում են եւ կաթողիկոսը իրենց հարցը բարձրացնում է աշխարհով մեկ։ Այո, Բեռնում քրիստոնյա խորհրդի այդ համաժողովում բարձրացնում էր հայ գերիների հարցը եւս պատանդների։ Դուք արեք ու որպեսի հետո խնդիր չլինի արդյոք կաթողիկոսը երեխա ունի թե չէ։ Ու առհասարակ այս զլպարտչական այս սիստեմը, որը սրանք ստեղծել են, որը բերել է դավաճանության եւ որը Նիկոլ Փաշինյանի արյան մեջ է, ի վերջո պետք է վերացվի։ Սա հնարավոր չի այսպիսի հասարակարգով գոյություն ունենալ։ Նիկոլ Փաշինյանը զրպարտել է սահմանադրական դատահանի դատավորների դեմ, գեներալիտետի դեմ, քաղաքացիների դեմ, հիշում եք ասեց Էջմիածնի կինը կորոնավիրուս է տարածել։ Մինչդեռ իրենք էին տարածել կորոնավիրուսը։ Եվ զինվորներին էր մեղադրում, որ նրանց պատճառով էր, որ պատերազմը կրվեցին, եւ հիմա էլ բնական է ում պետք է մեղադրի հոգևորականների։ Գիտեք ինչ կա, Նիկոլ Փաշինյանի կաշին փրկելու համար իմ կաշին չպետք է զոհաբերվի։ Ես իմ կաշին չեմ կորցնելու, ինչ է թե 150,000 մարդկանց անձնագրերի կաշիները նա փոխել է։ Ոչ մեկս, ոչ ես, ոչ դուք նրա կաշին փրկելու համար չենք զոհաբերվելու։ Ոչ Հայկ Կոնջորյանի կաշին փրկելու, ոչ Ալեն Սիմոնյանի կաշին փրկելու, ոչ մեկի կաշին փրկելու համար ոչ մեկս չպետք է զոհաբերվենք։ Եվ հայ առաքելական եկեղեցու հետևորդների գլխից մի մաս չպետք է պակասի, ինչպես արցախցիներին արեցին, բայց արցախցիներին վերադարձի հարցով ով է զբաղվում, իհարկե եկեղեցին։ Եթե այսօրվանից հետո ԿՊ-ն չզբաղվի բանով Փաշազադեի դեմ հարվածներով, մենք պետք է անընդհատ պահանջենք, անընդհատ։ Եվ ես նաև կոչ եմ անում մարդկանց, որոնք արդարացիորեն պահանջում են նաև Փաշինյանի իմպիչմենթը։ Իմպիչմենթը հրաշալի առաջ են տարել արդեն մի ամիս եւ ունեն այդ խելքն ու մտածողությունը։ Խնդրեմ, հիմա պետք է պահանջել Փաշինյանից, որպեսզի նա պատասխանի Փաշազադեին։ Նա պատասխանի եւ նշի հայտարարի, որ Ադրբեջանում հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, Հայաստանի քաղաքացիները այս հիմա գտնվում են զնդանում։ Ի փոխանակ
Այո, եւ բացի նրանից, որ ասենք գտնվում են զնդանում եւ նրանց դեմ շինծուգործ է հարուցվել, նա շնորհավորում է Ալիևի տոնը։ Իհարկե մահմեդականների տոնը ես ինքս էլ եմ շնորհավորում, բայց ուզում եմ հատուկ նշել, հա, մահմեդականները առանձին քաղաքակրթություն է, Ադրբեջանը առանձին, մահմեդականների մեջ քնած մարդուն սպանելը հարգի չի։ Այսպիսի բան գոյություն չունի մահմեդականների մեջ եւ սա տերոր է, հա, քնած մարդուն սպանելը, իսկ Ադրբեջանում սա գոյություն ունի, իսկ Ադրբեջանում նաեւ գոյություն ունի անչափահասներին գերեվարելը, ինչպես տեսանք, հա, վերջերս տեղի ունեցավ ԱԱԾ-ն էլ սկսեցինք իրան հերքել, թե Ադրբեջանը չէր արել։ Այնպես որ պետք է այս տարանջատումն էլ, այս գիտակցումն էլ լինի, հա, մեզ մոտ, հայ ժողովրդի մոտ, որովհետև մահմեդականները, օրինակ Սիրիայում, Լիբանանում մեր եղբայրներն են, հա, որոնք մեզ աջակցել են, ցեղասպանության տարիներին են աջակցել, կամ Իրանի մահմեդականները, շիա մահմեդականները, որոնք մեզ այդ ամբողջությամբ հարգելով եւ մեր իրավունքները թույլ տալով, որ իրականացնենք, ապրում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Բայց Ադրբեջանը մահմեդականության հետ կապ չունի, մահմեդականությունը պատվի կրոն է։ Չի կարող, ասենք, ծեր մարդկանց խոշտանգող ականջները կտրողը, հիշում եք, չէ՞, այդ կադրերը ապրիլյան պատերազմից, 20 թվականի պատերազմից հետո, չեն կարող այդ մարդիկ կոչվել պատվո քաղաքակրթություն։ Մեր այս կռիվը քաղաքակրթական կռիվ է նաև, որովհետև այն ինչ որ հայերի պարագայում է տեղի ունենում, թե գերիների նկատմամբ, թե ասենք մշակութային ժառանգությունների նկատմամբ։ Դուք երբևէ տեսել եք, որ ասենք մենք Շուշի են մսկիթը ավեր էինք։ Չէ, հակառակը վերանորոգել էինք։ Բայց մյուս կողմից ասենք այս Նիկոլ Փաշինյան եւ ՔՊ-ն ինքն էլ է, չէ, քաղաքակրթությունը։ Ինքը քաղաքացու վրա թքելու, սուտ ասելու, բրախելու քաղաքակրթությունը եւ մեր կռիվը քաղաքակրթական է։ Մեր կռիվը միայն Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն չի, չէ, մենք կռիվ ենք անում մեր հայկական քաղաքակրթության, ինչպես տեսնում եք, օրինակ կաթողիկոսը այդ քաղաքակրթության բաների ուժեղ ներկայացուցիչներից է, որովհետեւ իր վարքը մեր իրավունքների պաշտպանության եւ մեր հոգեվոր արժեքների պաշտպանության եւ թե ինչպես պետք է պատասխանել առհասարակ այս ծայրահեղականների դրսևորումներին, ՔՊ-ին նկատի ունեմ ծայրահեղական ասելով, սա ոնց որ այդ քաղաքակրթական նիշան է, որը մենք ցույց ենք տալիս։ Մեր քաղաքակրթական նիշանն է, որ ժողովրդավարության համար ենք հիմա տանջվում, հա, ժամանակին քրիստոնյաները քրիստոնեության համար էին տանջվում, հա, մինչև քանի դար տևեց, մոտ 4 դար տևեց այդ տանջանքները, մինչև Հռոմը վերջապես ընդառաջ գնաց 300-ականներին, հիմա էլ մենք տանջվում ենք ժողովրդավարության համար։ Այո, Արցախը ժողովրդավար հանրապետություն էր, որի մեծ մասը հայ առաքելական եկեղեցու հետևորդներ էին եւ որոնց այդ հայ առաքելական եկեղեցու հետևորդներին սրանք զրկել են քաղաքացիությունից, իսկ հիմա փաստորեն այդ ժողովրդավար պետության ղեկավարները, նախագահներ, արտաքին գործերի նախարար, պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում նախարար, պետնախարար դատվում են Բաքվի զնդանում։ Իսկ Ադրբեջանը ինչ է, Ադրբեջանը դիկտատորական երկիր է, որը արդեն ինչքան մոտ արդեն 30 տարի է, ինչ նույն ընտանիքն է կառավարում։ Այսինքն դիկտատուրան դատում է ժողովրդավարությանը, եւ մենք այո, հայերը իրեն զոհաբերել են ժողովրդավարության համար, եւ այդ ժողովրդավարությունը հաստատվելու է, եւ այս բռնապետական այս համակարգը, որը սպասարկում է ավելի մեծ բռնապետական համակարգին, նկատի ունեմ Թուրքիան եւ Ադրբեջանին, ինքը հեռանալու է, որովհետև երբ որ ինչ որ արժեքի համար դու ինքդ քեզ զոհաբերում ես, աշխարհն էլ է արդեն հետդ հաշվի նստելու եւ աշխարհի հետ խոսելուց պետք է ոչ թե պարտվածի հոգեբանությամբ մենք խոսենք, այլ խոսենք պարզերես եւ իհարկե մեծամտությունը լավ բան չի, բայց գոնե ասենք բարձր ինքնագնահատականով խոսենք, որովհետեւ այսօր մենք արևմուտքի գաղափարների համար, որոնք ինքը չկարողացավ պաշտպանել, մենք ենք պաշտպանում Բաքվի զնդանում։ Այսքանը։ Եվ հավանես մենք տեսանք, որ այն օրը, երբ զինվոր մահացավ, հերթական զինվոր մահ արձանագրվեց Հայաստանում, նույն օրը Փաշինյանի ընտանիքի հետ
գինու փառատոնին էր, զվարճանում են, այսպես, սա ինչի դրսևորում է։ Նախ հետևից սկսեմ, հա, նախ երբ որ գինու փառատոնին քննադատում են, դատապարտում են, դա ինձ դուր չի գալիս, դա սխալ է, որովհետև մարդիկ այո, պետք է ուրախանան, զվարճանան, ազատ զգան իրենց, գինի վայելեն, գինին էլ քրիստոնեական ըմպելիք է, եւ հիշում եք Տավուշի շարժման ժամանակ Բագրատ Սրբազանը գնաց եւ ներկայացավ այնտեղ գինի ըմպելու, սակայն այն ինչ արել է Նիկոլ Փաշինյանը, ինքը բերում է այս պարադոքսներին եւ հակասություններին, հա, հայ ժողովրդի զվարճանքի եւ իրականության հետ կապված։ Նիկոլ Փաշինյանը դեռևս հիմա է ինքը այդ իրական Հայաստան այդ տերմինոլոգիաները ասում, որը բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը շատ լավ ասել էր, հա, իր ոդքասթում Նյումեգի, թե որտեղից է գալիս, գրականագիտական տեսակետից, որ թերևս Վարդգես Պետրոսյանից է սկսում, այդ կարող եք նայել տեսնել, բայց մյուս կողմից ինքը այս տարիների ընթացքում անընդհատ ստեղծել է այդ զուգահեռների Հայաստանը, մի կողմից իրական Հայաստանը, որը մենք էինք ապրում, Արցախի հայաթափումն էր, Արցախի ճնշումներն էր, այդ կորուստներն ու ողբերգություններն էին, մյուս կողմից իր այդ պուպսիկ-մուպսիկա, այդ քոզի-մոզի, այսպես ուրախ զվարթ այդ բաները, որոնք փաստորեն ինքը ստեղծում էր իր Հայաստանը, որպեսզի այդ իրական Հայաստանի դիմադրողականությունը չաճի։ Ու այս պարագայում եւս մենք տեսանք փաստորեն գիշերվա ժամը 1:20 էր, հա, երկու անչափահաս տղաներ կորել էին տեղ գյուղում եւ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի վերահսկողության տակ են, իսկ Նիկոլ Փաշինյանը, որը անընդհատ ժողովրդին կոչեր է անում, չգիտեմ, այնտեղ քաղաքացիներին է կոչանում, հայ առաքելական եկեղեցու հետևորդներին է կոչանում, հետո տանում է թաղում է, ու գնում է տենց իբր ծաղիկա դնում, մի հատ է ուրախանում է, որ թաղել է։ Այդ պահին գտնվում էր գինու փառատոնին, որտեվ իր համար այդ պահին ավելի կարևոր էր այդ կադրը ստանալը, որ տեսեք ժողովուրդը ինձ ընդունում է, իր համար այդ իրականությունը ստեղծելը, սա իրականում իր թիմի համար է արդեն, որովհետև բոլորն էլ զզվում են նրանցից պատճառներով, արդարացի պատճառներով եւ իր թիմի համար է այդ կադրը ստանում, թե տեսեք ես ինչ արխային եմ։ Բնականաբար մինչև սա բազմաթիվ դատական գործեր է արել, որպեսզի մարդկանց այդ մտածողությունը փողոցում իրեն հայհոյելը կարողանա զսպել, հիշում ենք Սունյաց արծիվների, Սունյաց ողջույնները կամ այդ ծիծեռնակա վերթի մոտակայքում էր մի անգամ էլ, որ քսի տվեց բռնեք սրան, երբ որ Փաշինյանին ասացին այն ինչին իրենց գնահատականը տվեցին Փաշինյանին, մի խոսքով ինքը կարողացել է ասես ճնշի այդ ամեն ինչը, ու հիմա դուրս է եկել ու ուզում է ցույց տա, տեսեք բոլորը ինձ հետ լավ են, այսինքն բանտարկում, չգիտեմ, ռեպրեսիաների է ենթարկում նրանց, ովքեր իրեն գնահատականը տալիս են, հետո էլ պետքա ցույց տա, թե տեսեք ժողովուրդը ինչ դոստ է հետս։ Իհարկե այնուամենայնիվ եղան մարդիկ, որոնք գնահատականներ տվեցին, բայց դա չի էական։ Էականը նա է, որ երբ որ երեխաներ են առևանգված Ադրբեջանի կողմից, ԱԱԾ-ն տվել էր, չէ, հաղորդագրություն, նա զբաղված է այդ խնդիրը լուծելով, որ տեսեք ժողովուրդը ինձ հետ դոստ է։ Եվ ամբողջ ԿՊ-ում այս է իրենց խնդիրը ոչ թե իմ եւ ձեր իրավունքները պաշտպանելն է, այլ մի քանի վայրկյանով էր, մի քանի միլիվայրկյանով էլ իշխանությունը պահել է։ Ու այդ կադրը փաստորեն պատկերացրեք, այդ երեխայի իրավունքները առհասարակ ընդունված է որպես առաջնահերթություն։ Եվ ՄԱԿ-ի երեխաների պաշտպանության կոնվենցիան էլ, որին բնականաբար թե Հայաստանը, թե Ադրբեջանը միացած են, դրանից բխում է, որ առաջնահերթությունը ինչ էլ ուզում է լինի, երեխայի իրավունքներն են։ Հիմա այսինքն երեխաները այնտեղ բռնված, չես իմանում, նույնիսկ եթե համարենք Ադրբեջանը չէր բռնել, բայց ամեն դեպքում լուրը դուրս էր եկել, որ Ադրբեջանում են։ Հիմա նույնիսկ Ադրբեջանում չէ, էլի օկուպացրած տարածքներում, որտեղ դա Ադրբեջան չի։ Հիմա պատկերացեք, նույնիսկ եթե այդ վիճակ դու գնացել ես բան, հա, այդ կադրը ստանալու, որ ցույց տաս, թե ժողովուրդը քեզ հետ ինչ դոստ է։ Այս իմաստով պետք է հասկանանք, որ
Հայաստանում մենք շատ ենք խոսում մարդու իրավունքների խախտումների մասին, խոսել ենք լրագրողների իրավունքների խախտումներից, քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների խախտումից, կանանց իրավունքների խախտումից, սեռական կողմնորոշման հիմքով իրավունքների խախտումից, դատարանների դեմ ոտնձգություններից, մի խոսքով բոլոր տեսակի, բայց Նիկոլ Փաշինյանի արածները երեխաների իրավունքների խախտումներին են ուղիղ գալիս հասնում, որովհետև 30,000 երեխա 9 ամիս շրջափակման մեջ էր Նիկոլ Փաշինյանի այն մնացած իրավախախտումների արդյունքում, որովհետև Վերա Նարիմանյանը, որը գնաց սնունդ գտնի իր երեխաների համար, եկավ իր 3 եւ 5 տարեկան երեխաներին մահացած գտավ, սա Նիկոլ Փաշինյանի արած երեխաների իրավունքների խախտումներն են։ Այն, որ 30,000 երեխա զրկվել է հիմա իր իրական տնից, եւս Նիկոլ Փաշինյանի արածն է, որ երեխաների իրավունքները խախտվել են։ Այն, որ սահմանամերձ գյուղերում, շրջաններում երեխաները հիմա պաշտպանված չեն, Տավուշում պաշտպանված չեն, եւս Նիկոլ Փաշինյանի երեխաների իրավունքների խախտումների արդյունքն է։ Եվ նա խոսում է, որ կաթողիկոսը երեխա ունի, նա որ այս մեծամասշտաբ այս երեխաներին գցել է իրանց իրավունքները ասած ոտերով ասած ճզմում է, ասում է կաթողիկոսը երեխա ունի թե չունի, գժվել եք։ Մի խոսքով այս եւ այս Ադրբեջանի դեպքը եւս ցույց է տալիս, հա, նա ասաց որ տեղ գյուղից են կողմ Ադրբեջանն է, ինչ մենք գիտենք, չէ՞ որ իր ասելով չի, բայց ամեն դեպքում իր հայտարարության պատճառով այդ երկու երեխաները առնվազն մի քանի ժամ գրեթե կեսօրից առաջ, հա, զրկված էին իրենց իրավունքներից։ Եվ ինչ սրանք ինչ-որ գործը կարելի է եւ այդպես ասել, որովհետեւ չնայած ԱԱԾ-ն հետո ինքը իրան հերքել է թե Ադրբեջանի մոտ չի, բայց քանի որ ԱԱԾ-ի տնօրենին նշանակում է Նիկոլ Փաշինյանը, որը նույն օրը շնորհավորում էր Ադրբեջանի Կույրան Բայրամը, կարելի է ենթադրել, որ ԱԱԾ-ն Նիկոլ Փաշինյանի հանցավորությամբ փորձում է կոծկել Ադրբեջանի հանցավորությունը, որ երեխաներին զրկել են իրենց հիմնարար իրավունքներից։ Այնպես որ եթե խոսենք նաև մանկապղծության մասին, նաև այս երեխաների իրավունքները տենց այլաբանորեն կարելի է կոչել մանկապղծություն։ Եթե հիշենք Նիկոլ Փաշինյանը ոնց էր 2020 թվականի այդ ահաբեկչությունից հետո Արցախում հավաքում երեխաներին իր շուրջը, հագնում զրահաբաճկոն, որովհետև ռիսկ կար, որ կարող է արդարացիորեն ինչ-որ մեկը արդարությունը վերականգնի Նիկոլ Փաշինյանին վրա կրակելով, նա փաստորեն երեխաներին օգտագործում էր որպես կենդանի պատնեշ, որ եթե հանկարծ իր վրա կրակեն, կպնի երեխաներին։ Սա ինչ է, սա այլաբանորեն, չգիտեմ, գրական մետաֆորաներով եւ այլ չենք կարող կոչել մանկապղծություն։ Իհարկե սա մանկապղծություն է։ ՔՊ-ն մանկապիղծների կուսակցություն է։ Նա պաշտպանում է մարդուն, որը երեխաներին դնում է իր առաջ, որ չսպանեն կամ որ սպանելուց երեխեքին կպնի։ Եվ գիտեք, նույնիսկ գնում են հա մարզեր, Սիսիանում էին, ես գտվել է նորաձև է պետական միջոցներով իրականացող արշավի միջայլոց, հրապարակում եղավ, որ Սյունիքից վերադառնալիս ավտոշարությունը էլի վթարի է ենթարկվել։ Այս թեմայով շատ լավ հետևողականորեն եւ խորությամբ ուսումնասիրում են Կարեն Վրթանեսյանը եւ իրենց քաղաքական ակումբ թիմը, հատկապես Սոնա Մնացականյանի մահից, այո, նոր խոսում էինք երեխաների մասին, Սոնա Մնացականյանն էլ հղի էր, չէ՞, Սոնա Մնացականյանի հետ կապված, որ եթե հիշենք, սրանք երբ որ եկան իշխանություն հեծանիվներով էին շրջում ժողովրդի մեջ, բայց դավաճանություն առ դավաճանություն արդեն վախ այնքան էր կուտակվել, որ աներևակայելի թվով մեքենաներով են շրջում։ Եվ բացի դրանից Կարեն Վրթանեսյանին այդ հետազոտությունը որտեղ արել են, արդեն հավաքածու է դարձել, հա, թե քանի անգամ է այս դավաճանների շարասյունը վթարային իրավիճակներ ստեղծում։ Մի հատը կար, որ Կարին Տոնոյանը դեպի Սիսիան էր գնում, այս ոստիկանները սենց գալիս էին ու էլի վթարային վիճակ էին ստեղծել, մի հատ Դիլիջանում ցույց տվեցին, որ էլի վթարային վիճակ էր ստեղծված, մի հատը կար, որ քաղաքացուն գցել էին այդ Շարասյան տակ ու ընկել էր վերակենդանացման բաժին էր ընկել կոտրվածքներով։ Այսինքն սա օրինաչափություն է, Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը
ինքը քանի որ թքած ունի Հայաստանի քաղաքացիների վրա, թքած ունի թե ոնց կգնա, հա, կարևորը գնա, որպեսզի իր այդ հերթական դավաճանական գործունեությունը ծավալի։ Հիմա քանի հոգի կընկնի ավտոյի տակ, դա շատ պետք նա 150,000 մարդ է թողել անտուն անտեր, 5,000 հոգի է սպանել, որ Արցախը հանձնի, շատ վեճն է թե քանի հոգի բանը իր մեքենայի տակ ընկնի, եւ սա եւս այդ դեպքն է, ներքին գործերի նախարարությունը, որը նույնպես Նիկոլ Փաշինյանի անձնական վերահսկողության տակ գտնվող ծառայությունը եւ որևէ վստահելիություն չունի, նա տեսանյութ էր հրապարակել ու տեսանյութից երևում է, որ այդ իրենց ստեղծած իրավիճակի պատճառով է, որ այնտեղ ավտովթար է եղել։ Ասենք ես բանով ես նայում, էկրանով ես նայում, բայց էկրանով նայում ես արդեն ադրենալինը բարձրանում է, արդեն բան ես շփոթվում ես, վախ ես զգում, հեսա մեկը հետևիցդ կխփի, այդ ոստիկաններն էլ իրանց այդ ռացիաներով երևի հատուկ են բանը, հա, այդ ձայնի ձևով ահաբեկելով սրընթաց գնում են, դրան գումարած կանոններ կա, չէ՞ որ 100 կմ/ժ արագությունից պիտի չանցնես ու այդ տեսանյութերում էլ է, այսինքն ներքին գործերի նախարարությունը ցույց է տալիս են, ինչի մասին խոսում ենք, բայց ասում է, որ իրենք չեն մեղավոր։ Չէ, դուք եք մեղավոր։ Դուք մեղավոր եք, Սոնա Մնացականյանի մահվան համար դուք մեղավոր եք եւ այդ գործը կոծկում եք, եւ այս ավտոշարասյունով այս վայրենավարի քշելը եւ ում են տանում այդ ավտոշարասյունով։ Իմ սահմանադրական իրավունքները խախտած ոչ լեգիտիմ ինչ-որ մեկի են տանում։ Այդ որը մտել է հիմա բանի մեջ, քիթը խոթել է կրոնական կազմակերպությունների մեջ, խախտելով սահմանադրական կարգը։ Ինքը ով է, որ իրան այդ արագությամբ տանում եք։ Ներքին գործերի նախարարությունն է վերաբերում։ Ով է ինքը, որ այտենց պաշտպանվածությամբ տանում եք եւ ոչ թե պաշտպանում եք քաղաքացիներին։ Ով է այդ մարդը։ Արցախը հանձնած 150,000 քաղաքացու անտեր անտուն թողած, Տավուշի տարածքները եւ Տավուշի բնակիչներից տները խլած, Շուրնուխում որոտանում տները խլած, Գորիս Կապան ճանապարհը ապուրինի հանձնած, Ջերմուկի բարձունքները տված։ Ով է այդ մարդը, որ դրան այտենց արագությամբ տանում եք։ Ինչի համար Գորիս եք տանում, որպեսզի հերթական հանձնումները իրականացնի Սյունիքում, որպեսզի այն ինչի համար որ կոչված եք, այնում իրավունքները անվտանգությունը պաշտպանելու համար կոչված եք, որպեսզի տեղ հասնի ու նորից իրենց իրավունքները խախտի, այն նրանց եք պաշտպանում, որ թքում է քաղաքացու վրա։ Եվ այս պետական միջոցներով կրթվել է նորաձև արշավ ու շարունակել դրան զուգահեռ վիրավորել իրենց քննադատողներին։ Նախ որ թալանչի են սրանք հաստատվել է, հա, անիֆի գործը ունենք, որ թալանչի է, ունենք այդ տենդերները, թե ոնց են իրար մեջ բաժանում իրենց բարեկամներին։ Իդեպ մենք նաև ունենք թե ոնց է կինոֆոնդը, հա, որի ղեկավարը Բանուչյան Դավիթն է եւ նրա կինը падգամավոր Սոնա Ղազարյանն է, թե ոնց են փաստորեն կինոյի բանը օգտագործում, ֆինանսավորումը օգտագործում իրենց շահերի համար։ Միջազգային մի հետազոտող կազմակերպություն է արել ուսումնասիրությունը, հետաքննությունը, պարզելով, որ Դավիթ Բանուչյանը իր կազմակերպություններ ստեղծել, որի միջոցով բյուջեն փողեր փոխանցում այնտեղ ու այնտեղից պետք է գար կինոֆոնդ։ Այսինքն շահերի բախման մի հատ մեխանիզմ է ստեղծել, որի միջոցով իրենք բնականաբար ենթադրելի է, որ փողեր են լվանում։ Եվ այն հայտարարությունները, թե Netflix-ով հեսա տեսեք ինչ հայկական սերիալներ ենք ցույց տալիս բանման, լրիվ փուչ էին փաստորեն, լրիվ փուչ։ Եվ էս էլ գումարենք այս բոլոր թալաններին, որ արվում է, սրա մասին դեռևս առիթ ունենալու ենք խոսելու այս կինոյի ոլորտում, թե ոնց են այս կոռուպցիոն մեխանիզմները ներդրել ու բացահայտվել աշխարհով մեկ հիմա մեր կինոոլորտը այս թեմաների մասին գիտի։ Ու քանի որ այս ամբողջը արդեն մարսել են, հասկանում եք Արցախը, եթե իրենք կարողացան թալանեն, բնականաբար այդ կրթությունը նորաձև է, դոմփելը հնաոճ է եւ թքելը բան է հաճույք է քաղաքացու վրա Ալեն Սիմոնյանի արշավը բան է կօգտագործեն բյուջեից դրա համար այո իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ իշխանությունը որ հիմա զավթել են ու ժողովրդի փողերը օգտագործում են ժողովրդի դեմ ժողովուրդը պետք է
վերանվաճի, ժողովուրդը ունի ապստամբելու իրավունք, ժողովուրդը կարող է պատվիրակել այդ ապստամբությունը կամ ինքնուրույն անել, եւ այդ ապստամբելու իրավունքի համար ժողովուրդը պետք է լինի ինքնավստահ։ Իդեպ նաև մյուս կողմից, այս թալանի մասին, մենք ինչպես գիտենք, այս մեր սիրելի դավաճանի սիրելի արտահայտությունն է, որ հարկատուն է հերոսը։ Հասկանալի է, այդ կոնցեպտը բերել են, որովհետև այլ բնագավառներում եթե հերոսներ լինեն, հերոսության կոնցեպտ լինի, այլ բնագավառներն են զարգանալու, բայց իրեն պետք է որ փող տան իրեն, որպեսզի ինքը կրթության արշավը անի, դրա համար է անունը դրել հարկատուն հերոսը, որովհետև ինքը գողանում է հարկատուի փողը, տանում է այդ կրթության արշավների վրա, բայց իրան անընդհատ պետք է այդ փողը ու դրա համար պետք է գովազդի, ասի փող տվեք, որ գտա մեջեջ դուրս տամ մարզերում, կնգաս այդ ու այս իմաստով տեսեք ինչ է ստացվում մեզ լսողները գիտեն որ Հայաստանում կան հարկատուներ եւ կան խոշոր հարկատուները նրանք են ովքեր ավելի շատ են փող տալիս քան մյուսները եւ այդ խոշոր հարկատուների ցանկում 471-րդ պատվավոր տեղը զբաղեցնում է հայ առաքելական եկեղեցին այսինքն Նիկոլ Փաշինյանը հարձակվել է իր հերոսի վրա Եկեղեցին լինելով հարկատու Նիկոլ Փաշինյանի կոնցեպտով հերոս է։ Հիմա, այսինքն ինքն իր հերոսին փորձում է ոչնչացնել Իշահ Ադրբեջանի։ Եվ այստեղ է որ հերոս հարկատուները պետք է ընդվզեն եւ իրենց փողերը հետ պահանջեն դավաճան գողից։ Հայաստանյան առաքելական սուտ եկեղեցու հավատավոր հետևորդների կոչ եմ անում համախմբել վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որևէ իրապես սրբազան հոգեվորականի ամենայն հայ կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ ըստ էության կոչ է անում հարձակվել եկեղեցու վրա ինչ ունեք ասել Ես կարծեմ ասացի դրա մասին երբ սկզբից էինք խոսում ես կոչ եմ անում հայ առաքելական եկեղեցու հետևորդներին լինել զգոն շրջահայաց Եվ ցանկացած հարցակում, որը կարող է տեղի ունենալ այս դավաճանական խունտայի միջոցով պատրաստ լինել, որ կանխարգել այդ հարցակումները։ Կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը կարող է նաև Փաշազադեից զորք խնդրել այդ ամենը անելու համար, բայց մենք գիտենք, հա, որ նրա կաշին փրկելու համար մեր կաշիները պետք է չզոհաբերվեն։ Այնպես որ այո, կոչ եմ անում լինել զգոն եւ պաշտպանել հայ առաքելական եկեղեցին Արցախը հանձնածներից։